Բարև ձեզ, սիրելի երկրորդ դասարանցիներ։ Շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մաթեմատիկայից։ Այսօր մենք կսովորենք 9-ի բազմապատկման և 9-ի բաժանման աղյուսակները։ Գիտելիքների սրահում կհանդիպենք 9-ին պատիկ թվերին։ Սրանք 9-ի պատիկ թվերն են։ 9-ի պատիկ թվերը կստանաս, եթե հաշվես 9-ական։ 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90, 99, մենք սովորել ենք մինչև 100-ը, դրա համար հաշվում ենք մինչև 99։ Դուք արդեն սովորել եք երեխաներ բոլոր աղյուսակները և ձեզ համար հեշտ կլինի արտադրիչների տեղերը փոխելով հաշվել արտադրյալը։ 251 առաջադրանքն ենք կատարում։ Տուր այնպիսի հարց, որ պատասխանի մեջ գործածվի 9-պատիկ բառը։ 3-ի 9-պատիկը 27-ն է։ 9-ի 9-պատիկը 81-ն է։ Հիմա հարցը տանք։ Որ թիվն է 4-ի 9-պատիկը։ Հիմա տանք այնպիսի հարց, որի պատասխանի մեջ գործածվի բաժանարար և 45 բառերը։ Որ թվերն են 45-ի բաժանարարները։ 45-ի բաժանարարներն են 1-ը, 5-ը, 9-ը, 45-ը, հետագայում նաև կսովորեք 15-ն ու 3-ը։ Այժմ տանք հարցեր օգտագործելով 9-պատիկ բառը։ Որ թիվը կստանաս 9-ի 9-պատիկից, կամ եթե 5-ի 9-պատիկը հաշվես, որ թիվը կստանաս։ Առաջադրանք 252-ը պետք է կատարենք աղյուսակի օգնությամբ։ Լրացնում ենք դատարկ վանտակի թվերը։ Սրանք արդեն հեշտությամբ կկարողանաք կատարել, հիմա կատարում ենք 253-րդ բանավոր խնդիրը։ Գոհարը մտապահել է 8-ից 9 անգամ մեծ թիվ, որ թիվն է մտապահել Գոհարը։ Մենք գիտենք, որ անգամ մեծի դեպքում կատարում ենք բազմապատկման գործողություն։ Նշանակում է 8-ը բազմապատկում ենք 9-ով և ստանում ենք 72։ Սուրենը մտապահել է 81-ից 9 անգամ փոքր թիվը, որ թիվն է մտապահել Սուրենը։ 9 անգամ փոքրը բաժանման գործողությունն է։ 81-ը բաժանած 9-ի հավասար է 9-ի։ Առաջադրանք 260-ը։ Գծիր պատկերը մատիտը թղթից չկտրելով և յուրաքանչյուր քիչ գծելով 1 անգամ։ Որպեսզի ձեր գործը հեշտացնեմ, տեսեք, ես համարակալել եմ երեխաներ։ Սկսում ենք այստեղից 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Ոչ միտեղ քիծը գծի վրայով չանցավ և մատիտի քիթը թղթի վրայից չվերցրեցինք։ Առաջադրանք 262։ Խաղ, որ խումբն ավելի շատ խնդիրներ կկազմի։ Բացահայտեք, թե ինչպես են Անին ու Աննան կռահել խնդրի պատասխանը։ Կազմեք նման խնդիրներ և առաջադրեք մյուս խմբերին։ Տեսեք։ Մտապահիր որևէ թիվ, այն մեծացրու 15-ով, ստացված արդյունքը նույնպես մեծացրու 25-ով։ Պատասխանից հանիր քո մտապահած թիվը։ Ինչ թիվ ստացար։ Երեխաներ, այստեղ ուշադիր պիտի լինենք, որ ինչ թիվ ուզում է մտապահեք, եթե սկզբում մեծացնեք 15-ով, ապա 25-ով, ապա դուք ձեր մտապահած թիվը կմեծացնեք 40-ով։ Եթե ստացած պատասխանից հանեք ձեր մտապահած թիվը, պարզ է, որ կստանաք 40-ը։ Մյուսը։ Մտապահիր որևէ միանիշ թիվ, այն մեծացրու 2 անգամ։ Ստացած թիվը մեծացրու 3 անգամ։ Տեսեք, սկզբում 2 անգամ ենք մեծացրել, հետո 3 անգամ։ Պատասխանը բաժանիր քո մտապահած թվին։ Ինչ թիվ ստացար։ Մենք կստանանք 6, որովհետև 2 անգամ 3-ը հավասար է 6-ի։ Այժմ անցնենք աշխատանքային տետրի առաջադրանքներին։ Առաջադրանք 250։ Օգտվելով դասագրքում այգի ցուցադրած գծապատկերներից հաշվիր արտահայտության արժեքը։ Արագությամբ կարող ենք կատարել առաջադրանքը, նաև 255-ը։ Օգտվելով աղյուսակից պետք է լրացնենք պատասխանները, գրի առնենք արտահայտությունների, նույնը հաշվել արտահայտության արժեքը։ Եթե
երկրորդ արտահայտությունը բոլորը բազմապատման գործողություններ էին, ապա մյուս վարժության մեջ բոլորը բաժանման գործողություններ են։ Իսկ հիմա անցնենք խնդիրների լուծմանը։ Սարդն ունի 8 ոտք։ Քանի ոտք ունի 3 սարդը։ Գրքում սարդի նկարը կար երեխաներ, եթե մեկ սարդը ունի 8 ոտք, 3 սարդը կունենա 3 հատ 8 ոտք, այսինքն ինչ պիտի անենք, 3 անգամ 8 բազմապատկելու ենք և ստանալու ենք 24 ոտք, պատասխան 3 սարդը ունի 24 ոտք։ Խնդիր 258, 48 կիլոգրամ խնձորը հավասարապես լցրին 8 արկղի մեջ, յուրաքանչյուր արկղում քանի կիլոգրամ խնձոր լցրեցին։ 48 կիլոգրամը տեղավորեցին 8 արկղի մեջ, քանի կիլոգրամ եղավ մեկ արկղում, պետք է 48-ը հավասար 8 մասի բաժանենք, 48-ը բաժանած 8-ի հավասար է 6, նշանակում է մեկ արկղում եղավ 6 կիլոգրամ։ Առավոտյան ժամը 10-ին սկսեց անձրև տեղալ և դադարեց միայն երեկոյան ժամը 6-ին, քանի ժամ տևեց։ Երեխաներ, եկեք ժամացույցը պատկերացնենք և հիշենք, եթե առավոտյան ժամը 10-ն է, ժամը 6-ը երբ կլինի, երեկոյան ժամը 6-ը, մենք գիտենք, որ 6-ին պիտի գումարենք 12, որպեսզի իմանանք երեկոյան որ ժամն է լինելու։ Եթե 6-ին գումարենք 12, կլինի 18, այսինքն երեկոյան 6-ը կլինի 18:00-ն։ Սկսվեց 10-ին, դադարեց 18-ին։ Երկկողմանի սլակը ցույց է տալիս տարբերությունը, պետք է գտնենք, որքան է այս երկու թվերի միջև տարբերությունը։ 18-ից հանում ենք 10-ը և ստանում ենք 8 ժամ, պատասխան 8 ժամ։ Կարող եք նաև օգտվել ժամացույցից, խաղալիք ժամացույց կամ թեկուզ իրական ժամացույց, նայեք 10-ից հաշվեք, թե ժամացույցի սլակը մինչև 18-ին հասնելը քանի պտույտ է կատարում։ Կհամոզվեք, որ 8 պտույտ կլինի, նշանակում է յուրաքանչյուր մեկ պտույտը, քանի որ 1 ժամ է, ուրեմն 10-ից 18-ը կլինի 8 պտույտ կամ 8 ժամ։ Այժմ կատարում ենք առաջադրանք 261-ը։ Բացահայտեք մարդու կարևոր հատկանիշներից մեկը, որը թաքնված է գաղտնագրում, խոսեք դրա մասին։ 36-ը բաժանած 9-ի հավասար է 4-ի, 45-ը բաժանած 9-ի հավասար է 5-ի, 42-ը բաժանած 7-ի հավասար է 6-ի, 8-ը բազմապատկած 7-ով հավասար է 56-ի, 63-ը բաժանած 7-ի հավասար է 9-ի, 9 անգամ 9 հավասար է 81-ի և 7 անգամ 7 հավասար է 49-ի։ Այժմ աղյուսակում տեղադրում ենք համապատասխան տառերը։ 81-ը գտնում ենք, երեխաներ, 81-ի տակ գրված է Հ տառը, Հ, 56-ը ան է, ինչքան 56 կա, բոլորի տակ այերը գրում ենք։ 49-ը գտնենք, V տառն է, 56-ը նորից ան, 5-ը տ-ն, 6-ը ռ-ն, 4-ը ին և 9-ը մ-ն, կաշտանք բառը ստացվեց հավատարիմ բառը, հավատարիմ ընկեր, հավատարիմ բարեկամ, հավատարմությունը կյանքում ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։